Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հունվարի 13-ին իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման շրջանակներում հաստատված Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման ծրագրի կենսագործման շուրջ ստորագրված նոր հայտարարությանը։ Ավելին համաձայնեցված չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է եւ ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել ինչ նկատառումներից ելնելով։ Ուրեմն միանգամից եմ ասում եւ միանշանակ որևէ այդպիսի դրույթ չկա, կա այն, ինչ որ կա այս փաստաթղթում եւ հրապարակված է։ Մեծ հաշվով շատ մեկնաբանությունների տեղել չկա, տեքստը շատ ուրեմն հանրամատչելի ձևակերպումներով է, տեքստը համապարփակ անդրադառնում է բոլոր հարցերին։ Միրզոյանը մեկնաբանում է, թրիփը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում, պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ծրագրի ամբողջ ծածկույթի նկատմամբ։ Թրիփ զարգացման ընկերությունը ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ նպատակ ունի ապահովել թրիփ ենթակառուցվածքների զարգացումն ու իրականությունն։ Այստեղից հասկանալի է, որ թրիփ զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի եւ այնուամենայնիվ կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ չունենալով վերահսկիչ փաթեթ կունենա իր վերահսկողությունը, այսինքն կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից, մեծ, փոքր, շատ, քիչ լինելուց, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բացատրում է, ինչու է թրիփ ընկերության բաժնետոմսերի ընդամենը 26%-ը Հայաստանին է լինելու, իսկ մեծ մասը 74%-ը ԱՄՆ-ին է պատկանելու։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի եւս 50 տարով, Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Այսինքն հիշում ենք, սկզբնապես առաջին 49 տարում Միացյալ Նահանգները կունենան 74% բաժնեմասերի, Հայաստանի Հանրապետությունը 26%, եւ եթե որևէ մեկը մեզնից չառարկի երկարաձգելուն, կարելի է երկարաձգվի եւս 50 տարով, եւ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն Հայաստանի Հանրապետության բաժնեմասը 26%-ից կբարձրանա 49%-ի։ Հայաստանը մշակելու է տարբերակված ընթացակարգեր թրիփով մարդկանց, մեքենաների անցման համար, այդ թվում Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև երկու ուղղությամբ անցման համար։ Արտգործնախարարը հավելում է, բոլոր ընթացակարգերը պետք է լինեն ՀՀ օրենքների, կարգավորումների եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։ Միրզոյանը հասարակությանն անհանգստացնող մի քանի կարևոր կետի է անդրադառնում։ Ազգային անվտանգության վիրապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը Հայաստանը պահելու է հստակորեն։ Հայաստանը պահպանելու է հստակորեն թրիփով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը, սա էլ չար, չրկված եւ շարքված հարցերից մեկը։ Ուղիղ կարծում եմ Հայաստանը հստակորեն պահպանում է թրիփով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը։ Մյուս կետը հարկերի, մաքսային տուրքերի եւ առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իր իրավազորությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։ Նախարար Միրզոյանը վստահեցնում է, Հայաստանի Հանրապետության ծառայությունների ներկայացուցիչներն են ծառայություն իրականացնելու Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային եւ մաքսային կետերում։ Ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Սա ես կրկին մեջբերում եմ ուղիղ համաձայնված եւ հրապարակված փաստաթղթից իմ մեկնաբանությունը չի։ Ուրեմն կրկին ֆրոնտ օֆիսի
օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում, Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկապես ներկա են Հայաստանի սահմանային մաքսային բոլոր հաստատություններում, ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Արտգործնախարարը համոզված է կլինեն շահարկումներ, այնուամենայնիվ կրկին շեշտում է, համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին եւ հրապարակվել է, որևէ կուլիսային պայմանավորվածություն կամ դավադրության տեսություն չկա։ Արտաքին գործերի նախարարը տեղեկացրեց նաև, ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Նրա խոսքով քննարկվել են հնարավոր բոլոր խոչընդոտները, որոնք այժմ մի փոքր չեն համապատասխանում խաղաղության եւ համագործակցության դրական միտումներին։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։